Պարոն Մինասյան, Հենրիկ Մխիթարյանը այնքան ճանաչված է, որ իր մասին նոր բան ասել երևի թե հնարավոր չի, իր մասին խոսալը եւ հեշտ է եւ դժվար, բայց այնուամենայնիվ դուք որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ինչ կհիշեք, որը որ ասեք միայն դուք գիտեք, կապված Հենրիկ Մխիթարյանի հետ։ Քիչ առաջ ես ասել։ Մի քիչ բարձր է։ Քիչ էպիզոդներ կա, որ իր հետ իմ աշխատանքը հիմնականում ինիշիացիաների մեջ ինքը մնացել է կարգապահ, շատ նպատակասլաց ֆուտբոլիստ։ Տենց ինչ որ արտարոց բաներ կան, իրեն ոչ չկա ինիշիացիաների մեջ։ Քիչ առաջ ես դրա մասին խոսեցի, ինքը շատ կարգապահ, նպատակասլաց, որը շատ կարևոր որակներ են այս բարձունքին հասնելու համար, ինքը օժտված է որակներով, ինքը օրինակ է բոլորի համար, շատ լավ օրինակ է, աճող սերունդի համար, ոչ միայն որպես ֆուտբոլիստ կամ սպորտսմեն, այլ իր նաև պետք է նշենք իր մարդկային որակները, որը շատ բարձր է, ու ինքը նաև բոլորս գիտենք, որ ինքը մեծ բարձր ինտելեկտի ֆուտբոլիստ է, քանի որ ֆուտբոլը արդեն վաղուց վերածվել է, ինքը արդեն ոտքի եւ մտքի խաղ է, այդ առումով այդ որակները իրան շատ է օգնում։ Դուք քիչ առաջ հետև ակնարկեցիք, որ դուք երևի թե ամենակիչը Հենրիկ Մխիթարյանի հետ եք շփվել, դա գալիս է իր որակներից եւ խաղային ֆուտբոլիստի եւ մարդկային որակներից։ Չէ, ոչ թե շփվել, քիչ էիք տեսնում։ Ավելի քիչ էինք առնչվում ինչ որ հարցերի շուրջ, որտեղ ինքը այնպես մարտաճանաչել իր բոլոր թե դաշտում, թե դաշտից դուրս, որ ավելորդ անգամ իհարկե ես իր հետ շատ եմ զրուցել մանավանդ հավաքականի տարիներին, երբ որ ինքը արդեն դրսից էր գալիս, շփվում էր կամ Ռուսիայից էր գալի, այդ ժամանակ ավելի շատ էինք շփվում, բայց ոչ միայն ֆուտբոլային թեմանա, բայց կոնկրետ աշխատանքի առումով երբ որ Փյունիկում մի տարի հասցրեցինք իրար հետ աշխատել, մինչև իր մեկնելը, իր հետ աշխատանքը շատ քիչ էր այն առումով, որ ինքը շատ պարտաճանաչ էր ամեն ինչում։ Նրա հեռանալը Հայաստանի հավաքականից ինչ վնաս հասցրեց կամ ինչ-որ բան մեր ֆուտբոլին հայկական։ Իսկ դրա մասին խոսք չկա, որտեղ ամեն թե դաշտում, թե դաշտից դուրս դա մեծ հարված է Հայաստանի հավաքականին, չգիտեմ ինչքանով Հայաստանի հավաքականին հասկանում։ Շնորհակալություն։